Բարև Սերգեյ, բարև Նարեկ, ողջունում ենք ձեզ Բոստոնից, բարև Arm Comedy. Բարավոս, aman, this is from Boston, wow. Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է, հաղորդում, որը վերամշակում է լուրերը եւ ստանում է ուրախություն։ Հաղորդում, որը քաղաքական գործիչների ձանձրալի ելույթներից ստանում է էլեկտրաէներգիա։ Հաղորդում, որը անում է տան արթուկը, որ դուք չարթուկեք։ Դե չէ, դրան դեռ չենք ասել, բայց այսօրվանի մեջ առաջարկում ենք դիտել։ Արա, սահմանադրության օրը չշնորհավորեցինք։ Արա հա, ու Ամասյային չողջունեցինք։ Շնորհավոր սահմանադրության օր։ Ամասյային դե մյուս անգամ մնաց։ Անտանելի շոկը եւ ինչպես օգտագործել այն։ Քրեական քրոնիկան մեր եթերում։ Կամո Արիանը մի օր տեղ կտան երիտասարդներին։ Հատուկ ռեպորտաժ, որտեղ լայքեր ենք հավաքում հենց փողոցում։ Եվ այսպես մենք սկսում ենք չնայած դուրսը պլյուս 40-ա ու անտանելի շոկա։ Ու թող սա գլուխ գովալ չթվա, բայց ընդգծեմ եմ փաստը, որ մենք կոստյումով ու փողկապով ենք հիմա։ Եթե մտածում եք դե երևի ստուդիայում կոնդիցիոները միացված, ուզում եմ ձեզ ասել հայ տղեն, կոնդիցիոներ չի միացնում։ Մանավանդ երբ փչացած է ինքը։ Հիմա որ անհամեստ պահեր ախտարեցինք, տեսնեք ինչա կատարվում Հայաստանում բացի շոկից։ Այ օրինակ Կամո Արիանը ազատ արդար ընտրությունների արդյունքում հերթական 415-րդ անգամ ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։ Այդ լավ ցուցանիշ է, չէ՞։ Ես ասել եմ մեկ անգամ եւ հրապարակավ հիմա հայտարարում եմ։ Ես նարցիս հիվանդությամբ չեմ տառապում։ Համե։ Նարցիս հիվանդությամբ։ Ես նարցիս հիվանդությամբ չեմ տառապում։ Բայց գացիր ենթագրերը գրողի ձեռքն չի գնացել, տակ գրի նարցիս հիվանդությամբ, գրելա նարցիսիզմով։ Աղավաղում է փոխքաղաքապետի խոսքերը, NLS շոքին, ամոթ։ Ես նարցիս հիվանդությամբ չեմ տառապում։ Ինքնասիրահարված չեմ եւ անփոխարինության ախտով չեմ տառապում։ Անում եմ իմ աշխատանքը, որտեղ ինձ վստահված է։ Անում եմ պատասխանատվությամբ եւ երբեք չեմ փակել որևէ երիտասարդ կադրի առջև, որտեղ միշտ մտածել եմ ու մտածում եմ եւ աշխատում եմ, որ պիտի գա ինձնից ավելի կատարյալը ու պիտի գա նա հաստատ։ Այո, պիտի գա իրանից կատարյալը։ Հիմա ինչ անի մարդը, որ արիշտի ժամանակներից սկսած, իրանից կատարյալը չի գալիս ու չի գալիս։ Թե մի անգամ իրոք հայտնվել էր իրանից կատարյալ կադր։ Հա, ու ինչ եղավ։ Սև ժանտախտը տարավ։ 1348 թվականը դժվար տարի էր։ Առայժմ ընտրվել եմ 5 տարով, որից հետո խնդրեմ բարի ճանապարհ։ Այսինքն դեռ այդ կատարյալը չկա։ Ինչպես կա, բայց ես իմ գործն անում եմ իմ տեղում։ Եվ շնորհակալ եմ, որ այդ գործն եմ անում։ Չեմ ձգտում ավելին։ Եթե այդտեղ եմ պետք, ուրեմն այդ գործին եմ պետք։ Իսկական այս լրագրողները ինչից են վերցրել, իբր Կամո Արիանը չափից դուրս բարձր ինքնագնահատական ունի։ Իրոք, ո՞նց են տենց շուխուրները սկսվում։ Բայց ոչ ոք չի կարող որոշել, սպառել եմ ինձ, թե ոչ։ Ունեմ անսահման էներգիա, ունեմ անսահման կարողություն, դեռևս անմնացորդ ծառայելու Երևանին։ Փորձս այնքան հարուստ է, կարող եմ մեծահոգաբար դեռ նվիրել շատ ու շատ նորերի։ Անփոխարինության, հիվանդությամբ եւ նարցիսմով չեմ տառապում։ Okay, դե գոնե այս անգամ նարցիսմով էր։ Հա, այդ պլյուսը կա։ Լրագրողներից մեկը վերհիշեց Արյանի մի շատ յուրահատուկ խոստում, Նախընտրական, էպիկական խոստում։ Պարոն Արյան, նախորդ անգամ երբ եկաք ԱԺ, խոստացաք, որ տրանսպորտի վարչության պետից իր ծառայողական մեքենան պիտի վերցնեք, որ տրանսպորտով մի երկու օր երթևեկի հասկանախնդիրները վերցվել են։ Չեմ խոստացել։ Ես իմ խոսքերը լավ հիշում եմ։ Ես նման բան չեմ խոստացել։ այ եթե մի հատ տենց կայք լիներ, որտեղ կարողանար որոնել ինչ ասել մարդը մի քանի տարի առաջ։ Հա, չէ, մի ասեն սպիտակ կայք, որտեղ սենց մի հատ որոնման տող էր մեջտեղում։ Ու խնդալու անունն ուներ այդ կայքը, օրինակ շտրուդել, կամ ֆրուգլ, կամ Google։ անկա բաներ մի ասա։ Google։ Հա, էլի կա սենց կայք։ Արիան, Նավասարդյան ու ասենք տրանսպորտ։ Google որոնում։ Մերոպ ես ինչա բախտս կբերի։ Հենրիկի վրա գրաֆիկ կդնենք, շաբաթվա կեսը տրանսպորտով կգնա։ Արիանը Նավասարդյանի մեքենան վերցնելու մասին։
Օգտագործել եմ Google, շահել եմ։ Արդար է ժողովուրդ, արդար։ Ոնց հասկացանք, գալաթը խոստացվել է։ Այո, հենց այդ գալաթը։ Լսի, բայց ես շոկ իսկ կոկոյ։ Այս ես վիդեոների ընթացքում իրականում պաղպաղակներ եմ ուտում։ Այո, թե մի հատ ձև լիներ անտանելի շոկից ինչ որ օգուտ քաղել։ Ապագայի էներգետիկ տեխնոլոգիաների իրացման առաջին քայլը Հայաստանում արևային վահանակներ արտադրող միակ գործարանը պաշտոնապես սկսում է աշխատանքը։ Այո, դզեց։ Made in Armenian գրավում աշխարհը։ Հիմա ինչ, ես կարամ իմ տանը նստած դառնամ էներգիա արտադրող, հա։ Հա, ու ոչ հեցից կախված կլես, ոչ էլ գեսից։ Հենց այս վաղվանից տեղադրում եմ։ Այդքան մի վրազի։ Էլեկտրաէներգիայի համար հիմա ամսական 10-12 հազար դրամ վճարող ընտանիքին վերականգնվող էներգիայի անցնելու համար անհրաժեշտ կլինի մոտ 2 կիլովատանոց արևային կայան։ Սա նշանակում է 8 պանել, ինչը կարժենա $2000։ Դե գուցե մնա մյուս տարի, հա։ Գուցե։ Հա, կամ սպասեմ սեփական տուն ունենամ, նոր կպցնեմ, շենքի վրա չեմ կպցնել այդ բանը։ Այդտենց ավելի ճիշտ կլինի, իհարկե։ Հետո այդքան շոկ չի ոնց որ։ Не такси։ Ես զգացել ես ամեն անգամ որ ասում ենք շոկ բառը, ինչ ծիծաղ է լսվում։ Այդ Գագիկ Սորյանյանն է ծիծաղում։ Այնքան են հարցնում, երբ հաշոքերը գալու, վերջ եկան։ Տեսնես ով է հարցնում։ Ես հենց որ բռնացրեցի Գագիկ Սորյանին եւ չեք կարող չհարցնել մինչեւ երբ սա պետք է տևի 25-ը Okay, merci 25-ը Դե ապրես։ Ես ընդամենը ուզում եմ որ սարսափելի ցուրտ չլինի, չի ասում պլյուս 100 Այնքան ստատուսներ գրեցիք այս տղու մասին, որ պլյուս 100 եղավ։ Գագիկ, ես խոսք եմ տալիս բացարձակ չբողոքել շոկից։ Մենակ ձմեռը կգա, այն վաղ կբողոքեմ ցրտից։ Եվ այսպես հուլիսն է, իսկ դա նշանակում է, որ մենք կզրուցենք սուպերմարկետների վրա հարձակումների մասին։ Ցավոք չեն կարող նշել, թե որ սուպերմարկետի վրա է կատարվել հարձակում, թե կարող ենք։ Սասդ կտրի, չենք կարող։ Միայն կարող ենք ասել, որ երկու հարձակում է եղել երկու շատ տարբեր սուպերմարկետների վրա։ Որոնցից մեկի անունն է Սասդ կտրի։ Այդ իմը չի որ կտրեմ։ Հա, լավ։ Այն, ինչ կատարվեց օրեր առաջ Նոր-Նորքի երկրորդ զանգվածում գործող առևտրի կետում, խանութի աշխատողները միայն ֆիլմերում էին տեսել։ Հունիսի 26-ի գիշերը դիմակավորված, ատրճանակով զինված մի երիտասարդ ներս էր մտել, մոտեցել դրամարկղին եւ սպառնալով Ստոպ, այստեղ պետքա կողոպուտը շաքարով կտրենք։ Ուրեմն ինչ տեղ ունեցավ հենց նոր։ Խանութ մտավ զինված ավազակ, սկսեց ատրճանակով սպառնալ, Բայց դա ընդհանրապես չխանգարեց հաց ուտող, պլոտնի հաց ուտող աշխատակցին։ Այո, որովհետև 90-ականներին ապրած մարդը կյանքում ուտելիքը չի գցի, նույնիսկ եթե խանութը թալանում են։ Ընդհակառակը հենց զինված հանցագործը մտավ, միանգամից որոշեց, ես մի հատ կտորն էլ դնի բերանը, նավսյակի հանկարծ այդ ավազակը վայից չլինի այդ կտորը։ Մի հատ էլ նայենք էլի։ Շատ լավ ուտում է։ Լավ էր ուտում, բայց ամեն դեպքում զինված ավազակը հարամ արեց մեր ընկերոջ հացը։ Իսկ սուպերմարկետները չեն ներում, երբ հաց ուտելը հարամ են անում։ Ծեծեցին։ Ծեփեցին։ Անվտանգության աշխատակիցները կանխել էին նրան, հանել դիմակը, վերցրել ատրճանակը։ Ու սրանից հետո ով որ մեր աղբորը հաց ուտելու ժամանակ փորձի թալանել խանութը, չնեղանակ, ուղղակի չնեղանակ։ Վերջը բռնեցին հարամանողին։ Փորձել էին բռնել, չէր հաջողվել։ Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ահազանգը հնչեց օպերատիվ կառավարման կենտրոնից։ Հանրախանութ հասած ոստիկանները դեպքի առթիվ հաղորդում վերցրին, ուսումնասիրեցին տարածքը, զրուցեցին անվտանգության աշխատակիցների, գանձապահների հետ։ Խանութը հեչ մեր ընկերոջը հարցրեք ոնց է իրան զգում, հոսոված չմնաց։ Ով է հաց ուտելու հարամ եղած չիփսը։ Չիփսեր։ Դե դες մի բան էլի։ Հենց մեր ընկերոջից էլ եկեք հարցնենք։ Դիմակով զենքով մտավ խանութ, պահանջեց կասիրից դրամարկղի գումարը, եւ մենք անվտանգության տղաների հետ փորձեցինք նրան պահել, բայց նա փախուստի դիմեց։ Ոչինչ ցավը տանեմ, չի մարսելու նա, չի մարսելու նույնիսկ եթե Մեքսիկա փախնի։ Ու չմարսեց։
Ըստ նախնական տվյալների Սարգսյանը Վրաստանից էլ փորձել էր այլ երկիր փախչել, սակայն իրավապահները կանխել էին։ Օդամղիչ գազային ատրճանակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Գևորգ Սարգսյանը կալանավորված է։ Վրաստան էր փախել։ Էդ էլ մեր փոքրիկ տեղական մեքսիկանը։ Ուղղակի Թիֆլիսում բռնվեց, երբ փորձեց խինկալնոց թալանել։ Հա, մտավ ատրճանակով, բայց ոչ ոք խինկալին ձեռքից բաց չթողեց, այդպես մանտրաշ դուրս եկավ։ Իսկ այդ ընթացքում, շատ լավն էր։ Հա, բայց իսկական չէ։ Իսկ այդ ընթացքում մեկ այլ սուպերմարկետի վրա եղավ հարձակում։ Այդ որ սուպերմարկետ։ Սասդ կտրի ասեցի։ Նախնական տուհալներով 2017 թվականի հունիսի 30-ին ժամը 04:01 Wing-ի սահմաններում ենթադրել հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող սուպերմարկետներից մեկում, իսկ որում սասդ կտրի ԳԳԲ-ի գործակալ դանակով գանձապահի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բնություն գործադրելու սպառնալիքով դրամարկղից հափշտակելու է խոշոր չափի կանխի գումար 600,000 դրամ, ապա դիմել փախուստուի Ցավոք տեսանյութ Ցավոք տեսանյութ չկա այս գործում, դրա համար չգիտեն քանի հոգու է հաց ուտելուց հառամարել։ Սակայն իրավապահները պարզել են կասկածյալի ինքնությունը ու պարզվեց, որ ես չեմ կարող ասեմ։ Արի միանգամից կասկածյալի սպառնալիքային վիդեոներից մեկը նայենք։ Հեսաբուն երկիչը էլի ենքան արցուն կտապի, բանն այն է, որ նա սովորական սուպերմարկետ չի թանել, այ Սասդ կտրի, հա, չի կարելի գովազ դանել։ Իսկ սենց երկել կարելի է, հա? Հանցագործությունները կարելի է ուղղակի կանխարգելել, եթե երկիչներին, սենց երկիչներին ուղղակի ակուրատնի զրկենք ձայնի եւ խանութ գնալու իրավունքից։ Իսկ քանի ոստիկանությունը փնտրում է ձայնալարախաղին, մենք տեսնենք մեկ այլ բացահայտված գործ։ Ոստիկանությունը ուղղակի խզարել է վերջերս, տեսնենք ինչ էին գողացել։ Նայ հրեշտակ ստացվեց։ Չէ՞։ Մուշականի ամառանոցներն են։ Գյուղի վերջնամասում կան նաև կիսակառույց շինություններ, վագոն տնակներ։ Տարածքը Երևանու վարչական շրջանում է։ Ամառանոցներից կատարված գողությունների մասին նախկինում խոսել ենք, սակայն մի բան է, երբ ամառանոցից են գողություն անում, այլ բան, երբ գողանում են ամառանոցը։ Եվ այսպես ամառանոցից գողացել էին հենց ամառանոցը։ Էլ չմանրացան էլի տենց գողերը։ Իսկ հողամասը գոնե թողեցին։ Չէ, ամառանոցի հետ գողացել են նաև հողամասի կեսը տարելի։ Պարզ ասած երկսենյականոց ֆիննական դոմիկը։ Դեպքը տարիներ առաջ էր կատարվել։ Նույն վագոն տնակի վերաբերյալ ոստիկանության Երևանու բաժնում 2 հաղորդում էր ստացվել։ 2013 թվականին ամառանոցի բակից գողացել էին ավտոկցորդ, այգեգործական գործիքներ, բաքեր, 200 մետր երկաթյա խողովակ։ Իսկ թվում է գյուղը մանրից ցվրվում է ուղղակի։ Ինչի ցվրվում։ Գյուղը մանրից տանում են, որտեղ տաշած քարը գյուղում չի մնա։ Իրոք լավ գյուղ է, ոտի վրա տանում են։ 2016 թվականին շինարարական ապրանքների հետ հափշտակել էին նաև վագոն տնակը, տուժողին պատճառելով 15 միլիոնի նյութական վնաս։ Երկու դեպքում էլ քրեական գործեր էին հարուցվել, տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվել դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ։ Սակայն հանցագործությունները կատարած անձանց հայտնաբերել չէր հաջողվել։ Քրեական գործերի վարույթները կասեցվել էին։ Դե վերջ, մնացեք մեզ հետ։ Չգտան ամառանոցի գողին։ Չէ, բոլորը ռաբիս երկիչներին հարցաքնեցին, ոչ մեկի գարաժում չկար։ Դե ասացին գործը կասեցրել էին, մնացածը գնաց։ Չգիտես, ոստիկանությունը անհնար է որ չբացահայտեն գործը։ Ստափվելը։ Երկու անհայտով այս հավասարումը ոստիկաններին հանգիստ չէր տալիս։ Տուժողը պատկերացում չուներ, թե ով կարող էր լինել, սակայն վագոն տնակը գրպանը դնելու բան չէր։ Անկասկած ականատեսներ էին եղել, պարզապես մտքներով չէր անցել, որ գողանում են։ Մտածում էին ոստիկանությանն ու Բարաշելի քրեական հետախույզները, վարկած, որը բացահայտման բանալին էր դառնալու։ Տեսար չկարողացան նստել տեղը ու չփորփրել։ Ես ներողություն եմ խնդրում կասկածելու համար։ Ընդունված է։ Քեզանից չէ։ Ամեն դեպքում։ Հետագա միջոցառումներով տեղեկություններ ստացանք, իբր նշված վագոն տնակը գնել է հարևան ամառանոցի տերը։ Հոփ։ Այ հիմա ով էր խոսում կադրում։ Իսկ քեզ ո՞նց է թվում։ Դե կադրում 4 հոգի էին նույն քանակությամբ կյանքի նշաններ են ցույց տալի։
Նայ, պիտի նայես ում շրթունքներն են շարժվում, ինքն էլ խոսում է։ Հայրվին ամենաձախինն էր, հա, ոնց է շարժվում։ Հետագա միջոցառումներով տեղեկությունները ստացանք իբր նշված վագոն տնակը գնել է հարևան ամառարանոցի տերը Վաշինեղյան փողոցի բնակիչ Ժոռա Ասլանյանը։ Սակայն տեղեկությունների մշակման արդյունքում պարզվեց, որ Ասլանյանը ոչ թե գնել է, այլ համապատասխան տեխնիկա բերելով ապշտակել է տնակը եւ տեղափոխել Քասախ գյուղ։ Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Ասլանյանը հունիսի 5-ին ներկայացավ ոստիկանության Երևանու բաժին։ Ահա եւ գողացված վագոն տնակը Ժոռա Ասլանյանն է, պարզվում է Քասախ գյուղում էլ հողակտոր ունի։ Հափշտակված տնակը տեղափոխել է ներկել, տանիքը կարգի բերել։ Դե կարող է տարիլա վերանորոգի հետ բերի։ Ռոբին Հուդն է։ Կլինի գործը փակինգ լավ մարդ երևում։ Հանգամանքները պարզվում են, կասեցված քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է, քննությունը շարունակվում է։ Մարդը վատ բան չի արել, տեսելա անտեր ամառոնոցա, քոքից հանելա, տարելա, սեփական երեխուպես նայելա, ներկելա, սեփական երեխուպես Պամպերսները փոխելա, մնացեք մեզ հետ։ Իսկ այժմ մենք ամփոփ կպատմենք ինչ եղավ Սևանից ջուր թողնելու դաժան պայքարի հետ կապված։ Կարճ ասած կառավարությունը ասում է լիքը ջուր թողնենք, որ գյուղացիներին օգուտ լինի։ Ընդդիմությունը ասում է բնությանը ավելի մեծ վնաս եք տալիս, քան օգնում գյուղացիներին։ Համել ասում են իրականում ձեր օլիգարխ ընկերների հիդրոկայանների համար եք ավելի շատ դառնում, ոչ թե գյուղացիների։ Ի վերջո օրենքը անցավ առաջի ընթերցմամբ։ Մնացեք մեզ հետ։ Որ sense ամփոփ կրանք ներկայացնենք, ինչի ենք ամեն անգամ այդպես տարածվում թեմաների մասին։ Սովորության հարցազոտ։ Այսօր մենք ունենք երկու վիդեո մունատ, որովհետև ինչ որ մեկը անուշադ իրա գրում ինչ որ բաներ։ Այո, եւ այդ մեկը դու ես։ Ողջույն Մարալիկ եւ Կոպենհագեն։ Ողջույն բոլորին, ովքեր նայում են մեզ, որտեղ սիրում են իրենց թայ հայությունը։ Այսօր մենք պատրաստել ենք մի հաղորդում, որը հպարտ ենք ներկայացնել ձեզ։ Գիտեք այդ հաղորդմանը։ Ինչն է խնդիրը, կասեք։ Դիտողը զլացել է ձայնագրել իր վիդեո մունաթը ու գրել է նամակով, որ Նարեկ ասում է այս հաղորդումը ոչ թե այլ հաղորդմանը ինչ որ տես մի բան։ Ցավոք շատ տուֆտա վիդեո մունաթ էր, հարգելի Արմեն։ Նարեկը ես ճիշտ եմ ասել։ Ճիշտ է ասել։ Մյուսը։ Արո ձեզ տղաներ։ Նենց թեթև վիդեո մունաթի թեմա է բացվել, ձեր 628-րդ թողարկման մեջ, նենց շատ մեծ պրոբլեմատիկ բան չի։ Ջանիկ, եթե մեծ բան չի, ինչու է սողարկում։ Ես ազգը ոնց է սիրում մունատ գալ։ Մենք էլ խրախուսում ենք դա մեգաբաժակներով։ Գալատ ենք անում ուրեմն։ Գլուխներս պատով ենք տալիս։ Ասա ինչ ես գտել։ Բայց դե մեկա վրի պակա, որ ես ցույց կտամ ու կպահանջեմ իմ մեգաբաժակը։ Լավ էլ ուղակի ամոթ է, սենց բանի համար։ Դուք, սիրելի հարևան, անհարմար չեք զգա, որ սենց տուֆտավ ռիպակով վաստակած բաժակ ստանաք։ Ոնց եք դրանից խմելու։ Մնացեք մեզ հետ։ Այստեղ են մարաֆոն է վազում, գիտես, մեկ էլ։ Շատ լավ անում, բայց բովանդակային մունատներ են։ Դուք ավելի լավ վազում եք, քան մունատ գալիս։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ին։ Վերջում դիտեք զովացուցիչ վիդեո բոցը։ Դուք եղել եք Փարիզում։ Չէ, Տոմսը չեք շահում։ Բայց գասելես բոլոր տոների մասին երգ կա, սահմանադրության օրվա մասին չկա երգ։ Իրոք գրենք։ Արի գրենք հենց հիմա։ Սահմանադրության օր։ Որքան գեղեցիկ է։ Սիրում եմ սահմանադրությունը։ եմ օր սահմանադրության։ Ախ ինչու դու լքեցիր ինձ, իմ սիրտը կոտրեց, որտեվ հայկական երգերում միշտ ինչ որ մեկի սիրտը կոտրվում է վերջում։ Լքեցիր ինձ սահմանադրություն։ Ախ ների ինձ դու ների։